Պատվում ենք քեզ ամեն ժամանակի Տեր, դու Տերն ես Տերերի Հիսուս։ Արժանի ես ողջ մեծարանքին Հիսուս Երկում ենք ես Տեր բոլորը
Ամենակարող Աստված, մենք քեզ փառք ենք տալիս, Տեր։ Եվ մենք խոստովանում ենք, որ առանց քեզ ճշմարտապես Տեր չունենք կյանք, որտեղ դու ես մեր կյանքը, Տեր իմ Աստված։ Դու ես ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, Տեր։ Մենք քեզ փառք ենք տալիս ու շնորհակալ ենք Տեր ամեն բանի համար։ Ամենակարող Աստված, մենք քո խոսքի համաձայն եկել ենք քո առաջ, Տեր։ Եվ խնդրում ենք Տեր, որ այսօր կատարես այն, Տեր, ինչ որ պատրաստել ես մեզ համար, Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով մենք եկել ենք հավատքով, Տեր իմ Աստված, եւ մենք բաց ենք ընդունելու քեզանից, Տեր իմ Աստված, թե մեր բժշկությունը, թե մեր ազատագրությունը, թե այն հայտնությունը, որ կփոխի իրավիճակներ, Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով մենք օրհնում ենք քո անունը, Տեր իմ Աստված, եւ քեզ փառք ենք տալիս Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Եկեղեցու գալու ճանապարհին մի խոսք Աստված տվեց, կուզեմ կարդանք ու նոր Զոյի խոսքը, Զոյի կարիքների համար կաղոթենք։ Ղուկաս 13:16 համար ասում է, բայց սա Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա 18 տարի որ կապել էր, արժան չէր որ շաբաթ օրը այն կապանքից արձակվեր։ Ես հավատում եմ, որ Աստված այսօր ուզում է, որ ամեն մեկս մեր կապանքներից արձակված լինենք։ Ամեն։ Եկեք ամեն մեկս, չգիտեմ ովքեր որ միգուցե չեն հասցրել, որ դնեն իրաց կարիքները այս պապկայի մեջ, բայց եկեք ձեր սրտի կարիք բերեք Տիրոջ առաջ։ Ամենակարող Աստված մենք քեզ փառք ենք տալիս, Տեր, եւ բերում ենք այս կարիքները եւ ամեն մեկիս կարիքները, ամեն մեկիս կյանքում եւ սրտում, մեր մտքում եղած ամեն կարիքները բերում ենք քո առաջ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ու հենց հիմա մենք Հիսուս Քրիստոսի տված իշխանությունով մենք հենց հիմա ամեն կապակները խափանում ենք ու քանդում ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Թող քանդվի ու հեռանա։ Հիսուս Քրիստոսի անունից ենք հրամայում, որ ամեն կապանք, ամեն հիվանդություն, ամեն անեծ խափանվի, քանդվի, հեռանա Աստծո ժողովրդի կյանքից Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ մենք հրճակում ենք ազատ ամեն կապակներից, ամեն դիվային ազդեցություններից Հիսուս Քրիստոսի անունով եւ հրճակում ենք Տիրոջը լույսը, Տիրոջ ազատագրող զորությունը ամեն մեկիս կյանքերի մեջ։ Տեր, խնդրում եմ, որ էլ ավելի զորացնես, Տեր իմ Աստված, լուսավորես եւ քո ճշմարտության մեջ առաջնորդես, Տեր։
Հիսուս Քրիստոսի անունով մենք քեզ փառք ենք տալիս ու շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք, որ դու հիմա գործում ես, ներգործում ես Տեր իմ Աստված, եւ ես հավատում եմ Տեր իմ Աստված, որ շատերիս կյանքերում Տեր իմ Աստված մենք կտեսնենք փոփոխություն Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք ու պատիվ քեզ ամենակարող Աստված, ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Շնորհակալություն եւ բարոյական թիմին, Աստված օրհնի ձեզ շատ։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Ձեզանից կան մարդիկ, ովքեր որ սիրում են քննել բնությունը, որ նայում են արևը որտեղ է, լուսինը որտեղ է կամ ամեն բաները։ Օրինակ ես էլ ինքս քննում եմ ու հետաքրքիր մի բան բացահայտեցի, որ արեգակը թեկուզ եւ նաեւ գիտությունով էլ դա հաստատված է, որ արեգակը այնպես է դասավորված, այնպեսի հեռավորության վրա է այս երկիր մոլորակից, որ եթե օրինակ մի 100 կիլոմետր մոտի կամ հեռու լիներ, կամ այստեղ անապատ կլիներ, կամ էլ կլիներ սառույց, այսինքն կյանք չէր լինի։ Մենք տեսնում ենք, որ ամեն բաները Աստված ինքը հաշվարկով դրել է, ամեն Փառքասուն ու նաև մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչ որ դրել Աստված իր խոսքով է հաստատել։ Մենք երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ոչինչ չկա երկրագնդի ներքևը, չէ, որի վրա դրված է երկրագունդը եւ ոչ մի բանից էլ կախված չի երկրագունդը, այլ Աստծո խոսքով է հաստատված։ Ամեն։ Ու այստեղ ամեն բաները Աստծո խոսքով է հաստատված ու Աստծո խոսքը ինքը ճշմարտությունն է։ Դրա համար կուզեմ ուշադիր լինենք Աստծո խոսքերին, ինչ որ կարդացվում է։ Ընդհանրապես, երբ որ դուք կարդում եք Աստծո խոսքը, դա իմացեք, որ դա կենթանի Աստծո խոսքն է ու դա բացարձակ ճշմարտություն է։ Երբեք չերկմտեք Աստծո խոսքի վրա։ Երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք ու չենք հավատում կամ երկմտում ենք, նշանակում է, որ Աստծուն չենք հավատում կամ երկմտում ենք Աստծո նկատմամբ, որովհետև Աստծուն հավատալը դա նշանակում է հավատալ իր խոսքին եւ հավատալ իր խոսքով Աստծուն։ Փառք ամենակարող Աստծուն։ Այսօր պետք է կիսվեմ զոհաբերության խոսքով ու մի փոքրիկ վերնագիր եմ դրել, որ ակտիվացրու խոստմունքներդ։ Ամեն։ Մենք պետք է ակտիվացնենք մեր խոստմունքները ու եկեք միասին կարդանք եւ տեսնենք ինչպես են ակտիվանում խոստմունքները։ Կուզեմ առաջի խոսքը կարդանք Երկրորդ Օրինաց 28-րդ գլխից, առաջի եւ երկրորդ համարները։ Եվ եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, քո Եհովա Աստվածն էլ քեզ երկրից բոլոր ազգերից գերազանց կանե, եւ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն, եթե քո Եհովա Աստծո ձայնին լսես։ Ամեն, Աստված ասում է, եթե ուշադրությամբ իմ ձայնին լսեք եւ կատարելու համար եւ կատարեք, ասում է, այս բոլոր օրհնությունները կգան ձեր կյանքերի մեջ։ Հիմա եթե այստեղ շարունակենք կարդալը, կտեսնենք, որ մեր կյանքում ինչ որ մեզ պետք է, այդ բոլորը ներառվում է խոստմունքների մեջ։ Բայց պետք է մենք Աստծո խոսքը լսենք, իմանանք ու կատարենք, որպեսզի այդ բոլոր խոստմունքները իրենց ժամանակին գան հասնեն մեր կյանքերի մեջ։ Ամեն, այսինքն Աստված ուզում է, որ մենք հավատանք Աստծուն իր խոսքի միջոցով։ Ու իր խոսքի միջոցով թե հավատանք, թե ապրենք, թե խոսենք, թե զոհաբերենք։ Այսօր շեշտը կդնենք զոհաբերության խոսքի վրա, բայց կարող եք այս ձևը վերցնել ամբողջ բոլոր ոլորտների վրա։ Փառք Աստծուն։ Եկեք միասին Ծննդոց 12-րդ գլուխը բացենք, 1-2 համարները։ Աբրահամի կյանքից նայենք։ Եվ Եհովան ասաց Աբրամին. գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանիցն, այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Եվ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնյալ կլինես։ Ամեն, այստեղ Աստված ասում է Աբրամին, ասում է գնա, ասում է քո հոր տանից դուրս արի ու գնա այնտեղ, որ ես կասեմ։ Հիմա Աբրահամը տեսնում ենք, որ լսեց Աստծո խոսքը ու գնաց։ Այսինքն, երբ որ մենք Աստծո խոսքը լսում ենք, մենք պետք է լսենք, հավատանք, համաձայնվենք ու որոշենք գնալու դրան։ Ամեն, ու գնանք։ Երբ որ արդեն մարդը լսում է Աստծո խոսքը ու որոշում է կայացնում հետևելու, տեսեք, այստեղ մի հետաքրքիր բան է կատարվում, մենք գտնվում ենք, ավելի ճիշտ ապրում ենք նոր ուխտի ժամանակահատվածում։ Իսկ ուխտը դա նաև, երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք ու համաձայնվում ենք Աստծուն հետևել Աստծո ուզած պայմաններով։ Ամեն։ Աստծո ձեռքը պարզած է իր պայմաններով, իր ձևով իրեն հավատալը, ու մենք էլ երբ որ հավատում ենք, մենք էլ մեր ձեռն ենք դնում Տիրոջ ձեռքի մեջ, ու Աստված այդ ժամանակ կնիք է դնում արդեն, որ այդ օրվանից սկսում է ուժի մեջ մտնել, այդ կնիքը, այդ ուխտը, այդ պայմանագիրը, ամեն։ Փառք Աստծուն։ Հիմա երբ որ Աբրահամը ինքը որոշեց Աստծուն լսել, արդեն Աբրահամի խոստմունքները սկսեցին ակտիվանալ իր կյանքի մեջ։ Ճիշտ է, ունեցավ դժվարություններ, նեղություններ, բայց այդ փորձառությունների մեջ Աբրահամը հնարավորություն ունեցավ ապացուցելու իր հավատարմությունը։ Հիմա մենք էլ միգուցե իրավիճակներով ենք անցնում, որ դժվար է,
Բայց Աստծո խոսքը ասում է, որ եթե մենք կրակների միջով էլ անցնենք, Աստված մեզ կպահի։ Թե եթե գետերի միջով էլ անցնենք, մեզ չի վարարի, մեզ չի խեղդի։ Ամեն։ Այսինքն մնում է ուղղակի այս իրավիճակների մեջ մենք հավատարիմ մնանք։ Եթե մենք Աստծուն հավատարիմ մնանք այս ամեն իրավիճակների մեջ, միանշանակ Աստված անցկացնելու է ու վերջում տեսնելու ենք Աստծո փառքը։ Ամեն։ Կուզեմ մի բանի վրա նայենք, որ օրինակ երբ որ Աբրահամը եւ Ղովտը գնա դուրս եկան, արդեն շատ զորացան ու իրանց հովիվների մեջ եղավ վիճաբանություն։ Ու Աբրահամը հետարքիր ձևով առաջարկում, ասում է, եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ։ Իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ։ Նույն ասեցի, ոնց որ մի խոսք ասում է, եթե դու այս կողմ գնաս, ես այն կողմ կգնամ։ Փառք Աստծուն։ Հիմա հետարի գիտեք, որ նա որ մի կողմը մարգագետին էր, իսկ մյուս կողմը անապատ էր։ Աբրահամը չասեց, արի կիսենք, այս մարգագետինի կեսը ինձ լինի, կեսը քեզ լինի, ու այն անապատի կեսը ինձ լինի, կեսը քեզ լինի։ Աբրահամը ասեց, որ կողմ գնաս, հակառակ կողմ ես կգնամ։ Ու Ղովտը ընտրեց այն պարար տեղը, այն մարգագետինները, որտեղ որ շատ խոտ կար, շատ ջուր կար, իսկ Աբրահամը գնաց դեպի անապատ։ Իսկ հետարքեր գիտեք ինչն աստեղը, որ Աբրահամի սպասելիքը Աստծուց էր։ Ղովտը նայում էր իրավիճակներին, նայում էր պարարտությանը եւ այլն, բայց Աբրահամը նայում էր Աստծուն, որովհետեւ իր օրհնությունը Աստծուց էր։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ու կուզեմ Մաղաքիայի գրքից մի տեղ կարդանք 3:10-ը։ Բոլոր 10-րդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, եւ ինձ մեկ փորձեցեք սրանով, ասում է զորած Տերը, թե արդյոք չեմ բանա ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնություն թափեմ ձեզ համար, միջև որ նրա համար տեղ չլինի։ Ամեն։ Աստված նույնպես այսպես առաջարկում է, ասում է, ինձ փորձեցեք սրանով։ Եթե ուշադիր եք եղել Աստծո խոսքի մեջ, մենակ այս մի իրավիճակում ասում, որ փորձեցեք ինձ։ Մյուս իրավիճակներում գրված է, որ քո Տեր ասում չփորձես։ Ամեն, բայց Աստված ասում է փորձեք ու կտեսնեք, որ սա իրականություն է։ Ո՞վ է հավատում, որ սա իրականություն է։ Հավատում եք։ Տեսեք, եթե մենք հավատում ենք, ուրեմն եթե հավատանք ու հավատարիմ լինենք, Աստված կբացի երկնքի պատուհանները իր ասած ձևով։ Ամեն։ Ու տեսեք, հետարքիր է, որ Աստված էտապ-էտապ է բացում, որովհետև ասում է քչի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ հավատարիմ կլինի։ Հիմա օրինակ, եթե քո հիմիկվա վիճակը 100 է, օրինակի համար Աստված կտա 200-ը։ Երբ որ 200-ի մեջ էլ հավատարիմ կլինես, կտա 400-ը, հետո կտա 1000-ը, 5,000-ը եւ այլն։ Ամեն։ Ուղղակի պետք է մենք հավատարիմ լինենք ու Աստված մակարդակներով կբարձրացնի մեզ։ Փառք ամենակարող Աստծուն։ Եկեք փառքնակ Աստծուն, փառք Աստծուն։ Amen.
Հալելույա, փառավոր Աստված, օրհնում ենք քո սուրբ անունը, իրականում քոնն է ողջ փառքը, իրականում երանելի են այն ժողովուրդը, որը ճանաչում է իրականում քեզ, որը կենթանի կապ ունի քեզ հետ, որը ճանաչում է իր Տեր Աստծուն, իրականում փառք ու պատիվ քեզ Տեր, նաև որ մեզ հայտնել ես քեզ Տեր ջան, որովհետև դու քո խոսքում ասեցիր, նա է ինձ սիրողը, ով կապրի իմ պատվիրանքներով, եւ ես կսիրեմ նրան, եւ հայրը կսիրի նրան, եւ կգանք նրա մոտ, եւ կբնակվենք նրա հետ։ Եվ դու քո խոսքի մեջ ես Տեր, շնորհակալ ենք, որովհետև դու գիտես ամեն ճշմարիտ սիրտ, որը քեզ հավատում է, եւ որը հնազանդվում է քեզ, եւ որը ճանաչում է քեզ, եւ դու նրանց հետ ես, եւ դու խոսում ես նրանց, եւ դու քեզ հայտնում ես նրանց։ Փառավոր Աստված, շնորհակալ ենք, խոնարհվում ենք քո առաջ եւ որպես մեր քահանայապետի խնդրում ենք այսօր, որ քո սուրբ արյունով այսօր սրսկես քո ժողովրդի շնչի, մարմնի եւ հոգու վրա եւ սրբես այսօր ամեն մեկին, ամեն մեղքերից, անօրենություններից եւ ամեն չարիքից։ Փառավոր Հիսուս, խնդրում ենք սուրբ սիրտ եւ ուղիղ հոգի նորոգես այսօր քո ժողովրդի մեջ, որ մենք միշտ քեզ հավատանք եւ միշտ քեզ սիրենք եւ գոհությամբ միշտ քեզ ծառայենք Տեր ջան եւ խնդրում եմ Աստծո վախով լցրու այսօր եկեղեցին, որ մենք լինենք միշտ իմաստուն եւ հետևենք մեր անձերի սրբությանը, արդարությանը, ողորմածությանը։ Եվ Տեր ջան, օրհնյալ լինես դու, որ օրհնյալ ես Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տեր օրհնի ձեզ սիրելներս։ Մի հատ ժպտացեք ձեր կողքինին, մի լավ բան ասեք եւ նստեք։ Հալելույա։ Իրականում, գիտես, մի քանի օր առաջ էլի հարսանիքի զալ, դահլիճ, այդ որ գնում են ուրախություն, ծնունդ, կեփ, նորից շփվեցինք, գնացինք, գիտես ինչքան ունայն է ամեն ինչ, ունայն է, ոչ մի, չգիտեմ, թե իմ տարիքից է, թե այլևս ոչ մի հետաքրքրություն չեմ տեսնում ես դրա մեջ, ուղղակի գնում ենք, երաժշտություն ենք լսում, հիմիկվա դահլիճներում էլ նենցա, որ չեն թողում մարդը մարդու հետ շփվի, դա էլ մտածում եմ սատանայի ծրագիր է, որ անգամ բարեկամներով կարող է հավաքվենք մեկտեղ, այնպես բարձր երաժշտություն են դնում եւ համարյա թե ընդմիջում չեն տալի, որ մարդիկ շփվեն։ Եվ պարողներն էլ նայում ես, պարում են, բայց այնքանա որ պարում են, զգում ես ներսը ուրախություն չկա։ Այնքանա որ ձև է դրած, որ պետք է պարեն, բրծնի ժամանակը թողեն գնան իրանց տներով։ Եվ իրականում վերջանում է ամեն բան, ու մտածում ես, երազում ես, եւ պիտի վերջանա, թողեն գնանք։ Եվ գնալուց էլ հասկանում ես, որ լրիվ դատարկված անհետաքրքիր գնում ես այդտեղից։ Բայց երբ որ գալիս ես Աստծուն եւ սիրտդ լցված է հավատքով, դու մխիթարվում ես, դու խաղաղվում ես, դու ուրախանում ես, ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ դա այդպես է, ու դու հասկանում ես, որ կյանքի իմաստը հենց Աստծո մեջ է։ Այս կյանքը ուրիշ իմաստ չունի։ Աստծո մեջ է, դու պետք է Աստծո հետ ապրես։ Եվ շատերը ուզում են վայելեն կյանքը, բայց առանց կյանքի Տիրոջ։ Հնարավոր չի առանց կյանքի Տիրոջ կյանքը վայելել։ Կյանքում ուրախ լինել, երջանիկ լինել, անհնարին է դա։ Ամեն, այդ ինչ եմ ասում, այդ ծնունդ, հարսանիք, այդ դահլիճները, որ հավաքում են, նայում ես, ուրախանում են, բայց սուտ ուրախություն է, դեմքներին ու աշկերի մեջ, երբ որ նայես դառնություն կա, մտքեր կա, խնդիրներ կա չլուծված, բայց մարդը պարում է ուղղակի, կամ ձևական։ Դրա համար է դատարկ է, դրա համար է չի լծվում։ Բայց երբ որ մարդը գտնում է իր Տիրոջը եւ սկսում է պաշտել, ճշմարիտ ձևով պաշտել Աստծուն, այդ մարդու սիրտը լցվում է։ Ես երբ որ անհավատ էի, մի անգամ ձեզ պատմել եմ, Աստված ինձ տարբեր ձևերով կյանքը, մինչև 28 տարեկան եմ եղել անհավատ։ 28-ից հետո հավատքի մեջ եմ եղել։ Ու մինչև 28 տարեկան այնքան խիտ է եղել մեր կյանքը ամեն ինչով, ամեն նաեւ ամբարշտություններով։
Ու Աստված մեր ձեռքը անգամ շատ ֆինանսներ փողեր ա տվել, այդ ժամանակ ինձ թվում է Աստված չէ, սատանան ա տվել, Աստված չէ, որովհետև սատանան էլ տալու ունի, տալու ձև, ու այնքան շատ ֆինանսներ այն թվերին գալիս էր մեր ձեռքերը, երիտասարդ էինք, ընկերներով առավոտ, կեսօր, երեկո, բար ռեստորաններում ենք, խմած, հարբած, մեր ուզած բաները անում ենք ամեն օր եւ գիտեք ինչքան տխուր ու դառնացած ենք։ Մենք մտածում ենք, եթե առավոտյան ռեստորանում լինենք, կեսօրին եւ երեկոյան ու տարբեր տեղեր, քաղաքում, մտածում ենք երջանիկ կլինենք, Տերը դա էլ ցույց տվեց, որ երջանկությունը դրա մեջ չի։ Մենք գալիս ենք երեկոյան կերած, խմած, մանեկած, ասենց նայում ենք, նստած ենք, փողը դրած է մեր դիմաց, ասեմ տղեկ, գիտեք փողը ոնց էր գալի մեր մոտ։ Մենք գումար ենք խաղում կրում այդ տարիքում։ Ոչ թե բիզնեսով էր գալի, խաղում կրում էինք։ Եվ այդ պատկերացրեք գումարը դրած է մեր առաջ դոլարով սենց։ Ասում եմ տղեկ, ինչ կուզեք հիմա անենք, որ մեր սիրտը ուրախանա։ Զգում եմ բոլորը տխուր։ Ասում եմ չգիտեմ։ Ինչ գիտենք արել ենք։ Տխուր ենք։ Մյուսին եմ հարց տալի, մյուսին չգիտեմ։ Ինձ էլ եմ հարց, լավ, հիմա ես ինչ անեմ, որ ես ուրախ լինեմ։ Ու մենք զգում ենք մի հատ դատարկություն, ես անձամբ զգում եմ իմ մեջ մի հատ դատարկություն, որ ոչ մի բան չէր լրացնում։ Փողը դրած չէր լրացնում, չէր այդ դատարկություն էր մեր մեջ, տխրություն էր, որովհետև մենք չենք հասկանում, բայց մենք ուզում ենք հանդիպել կյանքի Տիրոջը։ Երբ որ մի օր կյանքի Տերը եկավ իմ կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսը, լցվեց իմ հոգին խաղաղությունով, ուրախությունով, թեև անգամ մենք չենք գնում նման տեղեր, բայց մենք տանը մի գուցե ամուսիններով, մարդուկին նստած մի կտոր հաց ուտենք, անգամ պանիր հաց, մեր հետ մի հատ հոգևոր քույրիկ կամ եղբայր կամ մի հատ ընտանիք, բայց այնքան երջանիկ ու ուրախ ենք։ Մենք տենց ուրախություն, երջանկություն չենք զգացել։ Չէ, ասում ավելի լավ է խոտեղեն կերակուր խաղաղությունով, քան թե գեր զուվարակը մեղքերի մեջ կամ ատելությունով։ Դա իրականություն է։ Դրա համար Տերը մեզ ստեղծել է, սիրելիներս, իր համար, որ ինքը մեր հետ լինի։ 3 պատիկ թելը շուտով չի կտրվում։ Առաջի թելը դու ես, երկրորդ թելը քո կեսը, երրորդը Տերը ձեր հետ։ Ամեն։ 3 պատիկ թելը չի կտրվում, այդ տան մեջ չարիք չի կարա մտնի, որովհետև 3 պատիկ թել է, օրհնյալ լինի մեր Տերը, ամեն, փառք Հիսուսին, ու գիտեք, հետաքրքիր բաներ կա, սենց, ես վերջի ժամանակների մեջ հոգևորների կյանքը շատ է փոխվել, առաջվա հոգևորների կյանք ես հիշում եմ այդ ժամանակ, որ ապաշխարեցինք այդ պարզությունը, միամտությունը, նվիրվածությունը եւ այսօրվա հոգևորների կյանքը, որոշ հոգևորներ, չեմ ասում բոլորի, կյանքը տեսնում եմ շատ մեծ տարբերություն կա։ Մարդիկ իրանց համար գծել են ինչ-որ մի քառակուսի, մտել են դրա մեջ ու մտածում են իրենք հոգևոր են։ Բայց այդպես չի, մենք պետքա կարդանք Աստծո խոսքը եւ հնազանդվենք խոսքին։ Մենք նմանվենք խոսքին, խոսքով ապրենք, ոչ թե մեզ հարմարեցնենք։ Գիտես, երբեմն քո կյանքում փորձություններ ա գալի, երբեմն Տերը քեզ փորձում ա։ Ինքը քեզ խոսքը տվել է, այսօր կկարդամ այդ մասին։ Խոսքը տվել է, որ դու մտածես եւ ապրես։ Բայց գալիս է ժամանակ, ու դու չես ապրում այդպես։ Ասենք ժամը գալիս է օր, խոսքը ասում է պատիվ տուր քո ծնողներին։ Գալիս է օր, տեսնում ես ծնողդ հյուծված, ընկած, թուլացած, սկի քո միտքն էլ չի գալի պատիվ տալու։ Հավես չկա, հոգսը ավելնորդ, ինչի սա պետք։ Մարդիկ տենց են մտածում, ապրեմ, վայելեմ կյանքը, ես ինչ այս ծնողը իմ վրա մնացե։ Նույն ձևով տարբեր բաներ կարող է լինի քո կյանքում։ Եվ դա է խոսքի փորձությունը, որ Աստված ուզում է տեսնել, այն որ դու գիտես, այն որ դու կարդում ես, լսում ես, ապրում ես։ Եվ հենց ապրում ես եւ Աստծո վախով անում ես, Աստծո օրհնությունները սկսում է քո կյանքում դրսևորվել եւ ակտիվանալ։
Բայց է որ տեսնում ես դու ուղակի կարդում ես ու լսում ես, բայց ապրում ես այնպես ոնց բոլոր անհավատները, այդտեղ խոսքը չի ակտիվանում օրհնությունը, այլ ակտիվանում է անեծքը, անցած կիրակի օրվա մեր թեման։ Ամեն։ Աստված նայում է քո կյանքին, քո սրտին, քո մտքին։ Եվ խոսք, որ ուզում եմ ձեր հետ կիսվել այսօր, վերնագրեցի այսպես. քո սրտից է քեզ լինում։ Քո սրտից է քեզ լինում։ Էլ մի բողոքի, էլ մի ասա, բա ուր է Աստված, բա ինչու չի շարժվում իմ կյանքում, այսքան խնդրում եմ Տեր ջան, որ ինձ փող տաս, օրհնես, խնդրում եմ Տեր ջան, որ ինձ առողջություն տաս, խնդրում եմ, որ հաջողություններ լինի իմ ընտանիքում, բա ուր է չի լինում։ Սիրելիս, ուրեմն քո սրտից է քեզ լինում։ Ամեն։ Ով է հասկանում սա։ Քո սրտից լինում է քեզ։ Եթե քո սիրտը ճանաչում է Աստծուն եւ հնազանդվում է, Աստծո վախով լցված սիրտ է, լինում է քեզ օրհնություններ ու բարի բաներ։ Բայց եթե քո սիրտը արդեն որոշել է ինքը ոնց պիտի ապրի, որովհետեւ քո սիրտը շատ խելացի է, իմաստուն է, հո հարիվ չի քո սիրտը, ների, տա։ Խելացի է, ինչի տա։ Ինքը իրանով ապրում է, էլի, վայելում է։ Այդքան աշխատի տանջվի ինչ-որ մեկին տա։ Եթե քո սիրտը էս մտածելակերպի է եւ էսպես է ապրում, քո կյանքը չի լինի օրհնված։ Ամեն։ Որովհետեւ Տերը ասում է՝ «Տուր, որ ունենաս»։ Տուր, որ ունենաս։ Ուզում ես ուրախ լինես, ուրախացրու ինչ-որ մեկին, որ դու ուրախ լինես։ Երջանկացրու ինչ-որ մեկին։ Իսկ երջանկացնելու համար երբեմն պետք է գալու քո ունեցվածքից։ Միգուցե քո տնի տեղով, քո մեքենայով, միգուցե քո ֆինանսներով երջանկացնես ինչ-որ մեկին։ Եվ կցանես երջանկություն, եւ կգա քո կյանքում երջանկություն։ Որովհետեւ խոսքը ասում է, ինչ որ ուզում ես քեզ լինի, այնպես դու արա մարդկանց։ Ոսկե կանոնը։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին։ Եվ Աստծո խոսքով ուզում եմ սկսեմ Ժողովող 9-րդ գլխից 11 խոսքը։ Դարձյալ տեսա արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ, եւ ոչ էլ պատերազմը քաջերինը, եւ ոչ էլ հացը իմաստուններինը, եւ ոչ էլ հարստությունը հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը գիտուններինը, որովհետեւ ժամանակ եւ դիպված է պատահում ամենքին։ Այս խոսքի իմաստը, երբ որ նայում եմ ռուսերեն թարգմանությամբ, ուրեմն ասում է տեսա արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ։ Այսինքն ոչ միշտ է, որ լավ վազողները հաղթանակ են տանում։ Ոչ միշտ է, որ գրված է պատերազմը քաջերինը չէ։ Ոչ միշտ է, որ քաջերը հաղթում են պատերազմում։ Ոչ միշտ է, որ ուժեղ մարդկանց կամ խելացի մարդիկ հարուստ են լինում։ Մարդիկ ինստիտուտ են ավարտել, բարձրագույն, չգիտեմ, տարբեր բաներ ունեն, իմաստություն ունեն, խելացիություն, կրթված են, բայց հացի կարոտ են։ Տեսել եք այդպես մարդիկ։ Ես տեսել եմ մի քանի ինստիտուտ ավարտած մարդ, բայց հացի կարոտ։ Եվ խոսքը հենց այդ ասում։ Ոչ միշտ է, որ սա այսպես է։ Տեսա, որ աշխարհի մեջ այսպիսի բան կա։ Իսկ գիտեք ինչ է այդպես։ Որովհետև նրանց սրտից է լինում իրենց։ Այդ կապ չունի, որ ինստիտուտը ավարտ է, բայց նրա սրտում ինչ կա։ Եթե նրա սրտում կա ատելություն, երկմտություն, հպարտություն, այդ ությունները, նենգություն, նախանձ, չարամտություն, չներում, նրանց մոտ չի գալ այդ բարի եւ օրհնված բաները։ Կապ չունի, որ ավարտած են, կրթված են, խելացի են, իմաստուն են։ Տեսել եք իմաստուն մարդիկ, որ 10 հոգու խորհուրդ խրատ են տալի, բայց նորից հացի կարոտ, բարկերի ու պարկերի մեջ կորած։ Դրա համար վերնագրել եմ քո սրտից է քեզ լինում։ Աստվածաշունչն է ասում, չէ՞ մի հատ էլ էս մասը կարդամ, որ միտք առնեք։ Դարձյալ տեսա արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ, կապ չունի, որ ինքը ուժեղ վազող է։ Ոչ էլ պատերազմը քաջերինը, կապ չունի, որ քաջ են նրանք։ Ոչ էլ հացը իմաստուններինը, կապ չունի, որ իմաստուն են։
եւ ոչ էլ հարստությունը հասկացողներինը եւ այլ եւ այլ։ Դա կապ չունի, իրենց սրտից է լինում իրենց։ Ամեն։ Դուք էլ ինձ թվում է, որ մտածեք, դուք կտեսնեք այս բաները, որ սա էսպես է։ Նրա համար, որ մարդը չգիտի իր ժամանակը, ինչպես որ ձուկը բռնվում է չար ուրկանով, ինչպես որ թռչունները բռնվում են ծուղակի մեջ, նրանց նման էլ բռնվում են մարդկանց որդիները որոգայթի մեջ, մի չար ժամանակում, երբ որ հանկարծ ընկնում են նրանց վրա։ Ամեն։ Մարդ անգամ չգիտի իր այդ ինչ է լինելու։ Ու չգիտի երբ է լինելու։ Դրա համար, սիրելիներս, շատ կարևոր է, որ մեր սրտերը ուղենք դեպի Աստված, որ մեր սրտերից մեր կյանքում լավ բաներ լինի, մեր երեխաների կյանքում, մեր թոռների կյանքում, ով հավատում, որ ինչ որ խոսում եմ, դա ճշմարտություն է։ Ամեն։ Ուրեմն թող սիրտը փառք Հիսուսին, ամեն։ Ուրեմն ուշադրություն դարձրու քո սրտի մեջ։ Ինչ է քո սրտի մեջ ինչ կա։ Ուզում եմ ասեմ, ինչ է սիրտը, ինչ ի նկատի ունեմ սիրտ ասելով, կամ Աստվածաշունչը, երբ որ խոսում է սրտի մասին։ Ուրեմն մեր սիրտը մեր մտքերն են, մեր զգացմունքներն են, մեր ցանկություններն են, մեր որոշումներն են։ Կրկնեմ նորից, մեր սիրտը ասելով, դրանք մեր մտքերն են, թե ինչ ենք մտածում։ Մեր ցանկություններն են, մեր զգացմունքներն են, սրտի մեջ մարդ զգացմունքներ էլ կարող ունենա, եւ մեր որոշումներն են, եւ դրա հետ կապված է, թե ինչ կլինի քեզ հետ։ Ամեն։ Դու չես կարող քեզ թույլ տալ մտքերիդ մեջ շնանալ, որովհետեւ Հիսուս Քրիստոսը ասեց, եթե մեկը նայի մի կնոջ վրա, կամ կինը նայի մի մարդու վրա, տղամարդու վրա, եւ իր սրտի մեջ ինչ որ էմոցիաներ, զգացմունքներ ունենա, նա շնացավ այդ կնոջ կամ տղամարդու հետ։ Դա արդեն մեղք է։ Դա արդեն անդրադառնալու է քո կյանքի, ֆիզիկական կյանքի վրա։ Թեև այդ մտքերը ոչ ոք չի տեսել։ Այդ մտքերը մենակ դու գիտես։ Դրա համար քեզ անգամ մտքի միջի մեղքը պետք է խոստովանել Աստծո առաջ եւ ասել Տեր ողորմա ինձ, ես sense բան մտածի։ Ես մտքերիս մեջ այսպիսի զգացմունք ունեմ կամ այսպիսի ցանկություններ։ Մտքերիս մեջ այսպիսի բաներ եմ որոշել։ Եվ իրականում ամեն բան սկսվում է մտքերի մեջ։ Այստեղ մտածում ես, որոշում ես եւ դա ֆիզիկապես իրականանում է։ Ամեն։ Այսինքն քո սրտից կապված է, թե ինչ կլինի քո կյանքում։ Դանիել 5-րդ գլխում մի թագավոր կար, խորհուրդ կտամ տանը կարդակ ամբողջ գլուխը, ես ուղղակի բանավոր խոսեմ այդ մասին, ինչ որ գրված է այս գլխում, Բաղդասար թագավորի մասին է գրված, Բաղդասար թագավորը Նաբուգոդոնոսոր թագավորի որդին էր։ Նաբուգոդոնոսոր թագավորը մի օր հպարտացավ, ասաց ես ինձանով եմ շինել քաղաքը իմ զորությունով եւ մի անգամից Աստծո հրեշտակը ասաց, որ գնաց քեզանից թագավորությունը։ Եվ դու անասունների հետ խոտ ես ուտելու 7 տարի, միջև որ խելքդ գլուխդ կգա։ Եվ այտենց էլ եղավ։ Նաբուգոդոնոսորը 7 տարի անասունների հետ խոտ կերավ, մինչև որ հասկացավ երկնքում Աստված է իշխում եւ Աստված է որոշում մարդու կյանքում ինչ կլինի, Աստված է որոշում հանի եւ դնի թագավորներին։ Եվ ասում է, երբ որ խելքս գլուխս եկավ, փառավորեցի Աստծուն, գոհացա Աստծուց եւ նորից իմ փառքը հետ վերադարձավ իմ կյանք, իմ ծառաները հետ վերադարձան իմ կյանք եւ իր կյանքը նորից շարունակվեց։ Եվ այս ամեն ինչը տեսավ նրա որդի Բաղդասարը, 7 տարի տեսնում է հայրը անասունների հետ խոտ ուտելիս։ Ու այդ տղան այտենց էլ չհասկացավ, որ երկնքում Աստված կա։ Բաղդասարը տեսավ, որ Դանիել մարգարեն իր հոր տեսիլքներն է մեկնում եւ խորհուրդներ է տալիս։ Եվ այտենց էլ մոռացավ Դանիել մարգարեին, Բաղդասարը։ Եվ մի օր մեծ քեֆ արեց, այս գլխի մեջ է գրված, եւ այդ քեֆի ժամանակ որոշեց Տիրոջ տան Երուսաղեմում եղած անոթները բերի եւ դրանցով քեֆը շարունակի։
ուտեն, խմեն իր հարճերը ծառաների հետ միասին։ Եվ երբ որ սա արեց, մի ձեռքի թաթ հայտնվեց պատի վրա եւ գրեց մանե մանե թեկեղ փարսի։ Եվ թագավոր ասма դողած ծնկերը իրար են խփում դողալուց վախից, որովհետեւ թեև նա մտքով չգիտեր դա ինչա, բայց հոգին հասկացել էր, որ իր վերջի օրը եկել է։ Իր արարքի պատճառով երբեմն մենք մտքով չենք հասկանում մեր հետ ինչ է կատարվելու, բայց մեր հոգին արդեն գիտի։ Դիմացը ինչ կա, դրա համար տագնապ ու վախ կա։ Վախեց, անգամ մոռացել էր Դանիել մարգարեին, բայց կինը հիշեցրեց Թագուհին, կանչեցին, Դանիելը մեկնեց, այդ գրվածքը ասեց մանե, ասма կշռվեցար եւ թեթև գտնվեցիր, տղա ջան։ Օրերը թագավորությունդ հաշվվեց եւ վերջացվեց։ Այսօրվանից վերջ քո թագավորությունը, որտեվ թեթև տղա եղար։ Եվ թագավորությունը տրվեց Պարսից եւ մարած իշխաններին։ Եվ Դանիելին նա հագցրեց այն շորը, որ ասել էր մանյակը եւ պատիվը եւ իշխանությունը տվեց եւ հենց նույն գիշեր մահացավ Բաղդասար թագավորը։ Որովհետեւ ցերեկը ինքը մեղք էր գործել եւ գիշերը արդեն մահացավ։ Պատճառը, որովհետեւ ինքը անմիտ էր, իր սիրտը դատարկ էր, որովհետեւ ինքը այդքան բան տեսել էր, բայց սրտի մեջ այտենց էլ իմաստություն չէր եկել, որ հասկանար վերև Աստված կա։ Այսօր մեր եկեղեցիներում է շատ տեղեր, շատ մարդիկ սիրտը դատարկ կա։ Նրանք գալիս են, լսում են, բայց այտենց էլ չեն հասկանում իմաստը։ Դատարկ են, ինչի չեն հասկանում, ոնց Բաղդասար թագավորը, որովհետև նա կարևորություն չէր տալի Աստծո խոսքին, նա չէր հավատում, նա գիտեր, որ նա ստեղծված է քեֆ անելու, ծնունդ անելու, ուտել խմելու, շնանալու, իր ուզածը անելու համար, նա գիտեր դրա համար է ծնված, բայց տեսել էր, չէ, Աստծո տան մեջի հրաշքները, Աստծո հրաշքները իր հոր կյանքում թեև բացասական, բայց հրաշք էր։ Թագավորը խոտ ուտի վայրի կովերի հետ։ Այդ 7, ասենք մի օր չէ, էլի որ մոռանա, 7 տարի։ Դա իր համար դաս էր։ Բայց տենց էլ այդ տղան չհասկացավ, չհավատաց։ Հիմա մեր մեջ շատերը կան։ Աստված քո կյանքում շատ հրաշքներ է արել։ Շատ բաներ արել, շատ աղոթքների է պատասխանել, բայց այտենց էլ դու կարևորություն չես տալի Աստծո խոսքին, որպեսզի քո սիրտը լցված լինի Աստծո խոսքով, որ քո զգացմունքները, քո մտածմունքները լինեն Աստծո խոսքի համեմատ, այլ ապրում ես այնպես, ոնց քո չնորոգված միտքը քեզ առաջնորդում է, քո ցանկությունները աշխարհիկ։ Այդ դրա համար էլ քո կյանքում կատարվում են բացասական բաներ, կամ դրական բաները չի լինում։ Այդ դրա համար ես քեզ խփում ես պատը, այն պատը, ինչի ասենց։ Երբեմն լսում եմ ոմանց, ասում են բախտատերը, հիշում եք խոսքա, բախտատերը թաղեն։ Ասում են, լա ինչ աղջիկա, ինչ տղա է առե։ Ոչ տեսք կա բրեն, ոչ բան գեշ, բայց առելա լա ինչ սիրուն լավ տղա։ Բայց արդար եղավ։ Մյուսը ասում է լսարանն այ ուղեղ չունի, իմաստություն չունի, ինչքան փող ունի։ Նոր կարդացի, չէ, որ փողը անպայման չի, որ իմաստունների մոտ լինի։ Ուրեմն այդ մարդու սիրտը պարզ է, մաքուր է, Աստծո վախ կա։ Աստված լցրել է իրան։ Ամեն ժամանակ չի, որ պետքա համապատասխանի իմաստությունը լինի, չգիտեմ ինչ, Տերը օրհնում տալիս է, թեև շատ կարևոր է, որ մարդ իմաստուն լինի։ Եվ իմաստությունը ինստիտուտներում բարձրագույն կրթական վայրերում չեն տալի իմաստություն։ Այնտեղ քեզ տալիս են գիտություն, մասնագիտական բաներ։ Իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Իմաստությունը գալիս է Աստծուց։ Մարդ կարող է ընդհանրապես կրթված չլինի, բայց այնքան իմաստուն լինի, իր քայլերը հաշվի, իր անելիքները եւ ինքը լինի օրհնված։ Ամեն, ու շատ կան, մենք տեսնում ենք այդպես մարդիկ։ Փառք մեր Տիրոջը։ Ուրեմն Բաղդասարի օրինակը, երբեմն այսօր շատ հավատացյալների կյանքում է։ Տեսել են, գիտեն,
Կատարվել է Եսայա մարգարեի ձեռքով գրված, ասма տեսնելով կտեսնեք, բայց չեք տեսնի, լսելով կլսեք եւ չեք լսի, եւ ձեր սիրտը թանձրանում է, Աստծուց հեռանում է։ Ամեն։ Բաղդասար թագավորներ տեսնելով տեսավ, բայց չտեսավ։ Այսօր շատ հոգևորներ տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, որովհետև կարևոր չեն համարում։ Նրանց համար ավելի կարևոր բաներ կա։ Կարևորը իր ընտանիքը, իր կինը, ամուսինը, արտը, բիզնեսը, այս է կարևորը։ Դրա համար մարդու սիրտը չի ուղղվում, չի մաքրվում։ Առաջվա հոգևորները գնում էին, գոնե խոստովանում էին, ներողություն են խնդրում, ասում են իմ համար աղոթի, հիմա տես բան ես 10 տարի երևի չեմ տեսել։ Վերջի 10 տարին, ես 18 տարվա հովիվ եմ, վերջի 10 տարին ես չեմ տեսել, որ մեկը գա մյուսին ասի կներես, ես քո մասին սխալ կարծիքի էի, իմ սրտի մեջ նեղվում էի կներես, օր մի հատ ինձ համար աղոթի։ Հոբի ընկերները հիշում եք, Աստված ասաց գնացեք թող հոբը ձեր համար աղոթի, որովհետև ձեր կարծիքը սխալ էր հոբի մասին։ Թող գնացեք, որ աղոթի, որ չմեռնեք։ Այսօր շատերը իրար ատում են, չարախոսում են, չգիտես ինչ բառեր են ասում իրար հետևից, մտքով չի գալի, որ դա մեղք է։ Գնամ մի հատ խոստովանեմ, թող մի հատ օրհնի ինձ աղոթի։ Դրա համար էլ ընկել է բադ կյանքի վատ բաների մեջ։ Քո սրտից է լինում քեզ։ Քո սրտից է քեզ լինում այս վերնագիրը։ Հենց էսա պատճառը շատ մարդկանց անհաջողության պատճառը, որ ձեր կյանքերում կանգնել է ասորտնությունները։ Զորությունները չի շարժվում։ Հիշում եք Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 1-5 խոսքերը ասում է վերջի օրերին մարդիկ կլինեն ինքնասեր։ Այնինչ պետք է լինեին աստվածասեր։ Այդ ինքնասիրությունը խաչը գամեին։ Ով ուզում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա։ Բայց մարդիկ ինքնասեր են, ոնց հանկարծ մեկի ոտը տրորես, վա, գլուխդ կարողա տրորի, հավատացյալը, որ չպետք է լինի տենց բան։ Մարդիկ կլինեն արծաթասեր, մամոնա, անբարտավան, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր։ Այս խոսքերը, սիրելիներս, այսօր կատարվում է։ Ու պետք է աշխատես սրա մեջ դու չլինես։ Եթե սրա մեջ լինես, Պողոսը գրում է աստվածապաշտության կերպարանք ունեն, ասում են, որ իրենք հավատացյալ են, բայց Աստծո զորությունը չունեն, որովհետև Սուրբ Հոգին գիտի, որ իրենք հավատացյալ չեն։ Իրենք մարմնավոր են։ Իսկ Հռոմեացիս 8:1-ը ասում է, այլևս դատապարտություն չկա Քրիստոսում լինողներին, որոնք ապրում են ոչ թե մարմնավորապես, այլ հոգևորապես։ Բայց այսօր շատերը մարմնավորապես են, մարմնի գործերը։ Ամեն։ Բայց մեզ պետք է հոգևորապես ապրել Աստծո խոսքը, որ մենք լինենք օրհնված Հիսուս Քրիստոսի անունով։ Այս Բաղդասար թագավորը լրիվ մարմին էր, մարմնավորապես, թեև շատ հրաշքներ էր տեսել։ Աստծո օծյալ Դանիելը իր թագավորության մեջ է եւ չի հարգվում եւ մոռացված է։ Սեդրակ, Միսակ, Աբեդնակովը, որ կրակից դուրս եկան իր թագավորության մեջ է, բայց չի հիշվում, որովհետև մարմին, ամբողջությամբ խելքը, ուտել, խմել, հարբել, շնանալ, ինչ կարում ես արա, այս աշխարհի լոզունգը, որովհետև էդ է մնալու։ Աշխարհն է տենց առաջարկում, բայց էդ էլ չի մնում, էդ էլ անցնում։ Մնում են միայն Աստծուն հավատացողները։ Եվ անցնում է աշխարհը եւ ամեն բան, ինչ որ աշխարհում է, անցնում է, բայց Տիրոջ կամքը կատարողները մնում են հավիտյան։ Ով է կարդացել։ Ամեն, Փառք Հիսուսին։ Դրա համար կատարվում է նաեւ այս խոսքը առաջի թագավորած երկրորդ գլուխ 3-ից 7 խոսքերն եմ կարդում։ Այլևս հպարտությունով մի հպարտանաք։ Մեկի ձեռը մի քիչ փող է անգնում, մի քիչ լավ է ապրում, սկսում են մեծամտել, քիթները բարձրացնել, հպարտ, եւ չգիտեմ, որ հենց այդտեղից է, որ ընկնելու են։ Այլևս հպարտությունով մի բարձենակ եւ ձեր բերանից մեծաբանություն դուրս չգա, որովհետեւ Տերը գիտությունների Աստված է եւ նա կշռում է գործերը։ Նա գործերին է նայում քո։
Զորավորների աղեղները կոտրվում են, բայց տկարները ուժ են հագնում, որոնք իրենց սրտերի հետ աշխատում են Տիրոջ խոսքի մեջ մնալու համար։ Կուշտերը հացի համար վարձկան եղան, բայց սովածները դադարեցին սովելուց։ Այն օրը մի գյուղում եմ, ու չեմ ուզում անունը տամ, ասում եմ գյուղի ամենահարուստ մարդն էր, տարիներ առաջ, 50 տարի առաջ։ Բայց նայում եմ տուն ու տեղը խարխլված, կտուրով, քարերով բլբլվում է, պարիսպները քանդված, հնամաշ, մի չգիտեմ, նայում եմ, ասում է, այս մարդը շատ մեծամիտ ու հպարտ էր, իր կնոջ հետ միասին, պաշտոնավոր են եղել նաև։ Դրա համար անեծքա մտել է տանը, աղքատ, երեխաները մեռան, երիտասարդ, իրանք աղքատության մեջ, ասում է, որովհետև եւ եղել են ամենահարուստը եւ պաշտոնավորը, բայց երբեք չեն սիրել մեկի ձեռը մի կտոր հաստալ, երբեք չեն սիրել մեկին օգնել։ Դրա համար տեսանք տարիներ հետո այդ տունը ինչա, կտուրը ամբողջությամբ քայքայված, քանդված, պատերը քանդված, պարիսպները քանդված եւ ամուսինը չկա, կինը մնացել է եւ կինը ասում է մեկը չկա, երեսը գա, ձեռը բռնի մի կտոր հաստա։ Տեսեք, մարդու կյանքում շատ բաներ կարող է փոխվի։ Կապ չունի, որ առաջ զորավոր էր, առաջ, բայց այդ կպահես այն ժամանակ, երբ որ դու Աստծո խոսքի մեջ խոնարհությամբ ապրես։ Զորավորների աղեղը կոտրվում են, բայց տկարները ուժ են հագնում։ Կուշտերը հացի համար վարձկան եղան, բայց սովածները դադարեցին սովելուց։ Քանի որ ամուլը 7 զավակ ծնեց, բայց շատ զավակ ունեցողները տկարացան։ Մի ժամանակ մեկը ամուլ էր, մյուսը լենքան երեխա ուներ, զորավոր էր։ Բայց անցավ ժամանակ, այս ամուլը 7 զավակ ունեցավ, այդ շատ զավակ ունեցողը տկարացավ։ Կյանքը այսպես է, չէ՞ մեր ժողովուրդը ասում է, կյանքը աստիճան է։ Մեկը բարձրանում է, մյուսը իջնում է, բայց ես նկատել եմ մի բան, որ Աստծո մեջ հավատարիմ մնացող մարդը ինքը միշտ բարձրանում է։ Իր համար կյանքը աստիճան չէ։ Կյանքը աստիճան է միգուցե անհավատների համար, որ Աստված շատերին է տալի հնարավորություն։ Բայց երբ որ նրանք չեն հասկանում եւ ապրում են սխալ, որովհետեւ խոսքը չգիտեն, դրա համար էլ ընկնում են այդ աստիճանից։ Բայց խոսքը իմացողը եւ պահողը կգնա մինչեւ Աստծո դուռը, մինչեւ երկինք։ Ուրեմն Տերն է մերցնողը եւ կենթանացնողը, գերեզման իջեցնողը եւ վերհանողը։ Բաղդասար թագավորը նույն օրը մահացավ, մեղքի պատճառով։ Ձեզանից մեկը կասի, հով ջան, բայց ես եկա ժամանակ է մեղքերի մեջ ապրում եմ, նորմալ էլ ապրում եմ։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, միշտ չէ, որ մարդկանց մեղքերի պատճառով Աստծո դատաստանը միանգամից գալիս է։ Դրա համար մարդկանց որդիները շարունակում են մեղքի մեջ ապրել։ Կապ չունի, որ դատաստանը չի գալի։ Նշանակում է Աստված թույլ է տվել ժամանակ տա, մինչև խելքդ գլուխդ գա Նաբուգոդոնոսոր թագավորի պես եւ ապաշխարես։ Թե չէ վերջը լավ չի դրա։ Թեև Բաղդասարի մեջ մոտ նույն օրը եղավ դատաստանը, ինչ որ մեկի մոտ կարող է մի 2 տարի քաշի, բայց դու պետք է ապաշխարես։ Կամ մի ամիս։ Ամեն բանի ժամանակ կա։ Ուրեմն Տերն է մերցնողը եւ կենթանացնողը, գերեզման իջեցնողը եւ վերհանողը, Տերն է աղքատացնողը եւ հարստացնողը, ցածրացնողը եւ բարձրացնողը։ Ուրեմն ամեն ինչ լինում է քո սրտից, ին վերնագիրը։ Քո սրտից է քեզ լինում։ Եվ ինչպես որ քո սիրտը դասավորված է ներսում, քո մտքերը, քո ցանկությունները, քո զգացմունքները, քո որոշումները, դրա հետ կապված է ինչ լինելու է քո կյանքում։ Ամեն։ Էլ չասես բախտատերը, բախտի բան չկա։ Երկնքում կա մի Աստված, որը տեսնում է քո սիրտը եւ որոշվում է քո ապագան ու ներկան։ Դրա համար ինչ անենք, լավ չի մեր սրտերը քննենք եւ կարգավորենք Աստծո առաջ։ Մեկը Տերը տեսնում է։ Էլ մի վազի, էլ մի չգիտեմ ինչեր արա, որ հաջողությունների հասնես։ Կարող է հասնես, Տերը ասում է, թույլ կտամ հասնես։ Թույլ կտամ այդ ֆինանսը, փողը, ձեռովդ բռնես, բայց թույլ չեմ տա վայելես։
դու կաշխատես, կհավաքես եւ մեկը կտանի քո ձեռից դա։ Երբ որ անհավատ էի, անեց կար իմ ֆինանսների վրա։ Հավաքում էինք մարդուկին աշխատում, հավաքում, որոշում ենք գնանք այսօր ես ինչ բան առնենք, բերենք տուն։ Հենց նույն օրը մի չար բաներ կատարվում, այդ ֆինանսը տենց տալիս ենք ուրիշի։ Կամ ոստիկաններին, կամ հիվանդություններին եւ չգիտեմ, ու գնում էր տենց։ Եվ այսպես մարդկանց կյանքում կարա լինի։ Թույլ կտամ աշխատես, հավատքես, բայց թույլ չեմ տա վայելես։ Դու կաշխատես, ուրիշը պիտի ուտի։ Դա անեցք է։ Ով է հասկացել տենց բան։ Կամ վարձկանը աշխատում է ծակ քսակով, անցած կիրակի կարդացի։ Աշխատում ես քսակդ, չի լցվում։ Դա էլ օրհնություն չի։ Սաղմոս 33 կարդամ 13 խոսքից։ Տերը մտիկ է անում երկնքից, տեսնում է մարդկանց ամեն որդիքը։ Մարդկա գիտի Աստված չկա։ Խոսքը ասում է Տերը երկնքից ամեն բան տեսնում է։ Իրան բնակության վայրից նայում է երկրի ամեն բնակիչների վրա, ասա ամեն բնակիչների վրա։ Այսինքն ամեն մեկից Տերը տեսնում է։ Նրանց ամենի սիրտը ստեղծողը, նրանց ամենի գործքերը տեսնողը։ Տեսեք, մեկը կասի դե Տերն է իմ սիրտը ստեղծել, հովիվ ջան, դու էլ խոսում ես սրտից, դե թո Տերը նենց անի իմ սիրտը սուրբ ու մաքուր լինի։ Գիտես, Տերը իր խոսքը տվել է, որ իր խոսքով դու քո սիրտը մաքուր պահես։ Եթե Տերը այդպես անի, դու ազատ կամք չես ունենա, անարդար կլինի։ Տերը քեզ ստեղծել է, քո սիրտը ստեղծել է, քեզ տվել է ազատ կամք։ Եվ իր խոսքը, որ դու որոշես, թե ոնց պետք է անես։ Հենց դրա հետ կապված է ոնց կլինի քո հետ։ Ամեն։ Տերը ավտոմատ չի անելու դա։ Մարդկա տեսել եմ վերցրել է ծխախոտը ծխում է, դա ասում է, եթե տիրոջը դուր չի գալի, թո այնպես անի չծխեմ։ Ասի ոնց անի։ Մի հատ ասես տա բերնիդ, որ էլ տենց ես դու ուզում։ Թեն ես մի հատ խփի ուշ կտանցնի, էլ խելքի չգաս։ Կարա անի, բայց չի անում։ Աստված ուզում է, որ դու հասկանաս, որ ինքդ մերժես դա։ Ու շատ բաներ կա նման։ Ուրեմն նրանց ամենի սիրտը ստեղծողը, նրանց ամեն գործքերը տեսնողը, Աստված տեսնում է մեր բոլոր գործերը։ Թագավորը չի փրկվում զորքի շատությունով եւ հսկան չի պրծնում շատ զորությունով։ Սուտ է ձին փրկության համար եւ իր շատ զորությունով չի ազատվում։ Այս խոսքերը գիտեք ինչ է նշանակում, որ անգամ պատերազմի ժամանակ արագաբաց ձիեր լինեն, որ հույսը դրել ես այդ ձիու վրա, որ այդ ձիով փախնես, ասում է սուտ է այդ ձին էլ, զորավոր ձին էլ քեզ չի փրկի։ Ոչ էլ քո զորքի շատությունը քեզ կփրկի։ Բաղդասարին փրկեց իր զորքի շատությունը։ Ոչ Բաղդասարին կփրկեր, ոչ է քեզ, ոչ էլ ինձ։ Ուրեմն ահա Տիրոջ աչքը նրանից վախեցողների վրա է, նրանց վրա, որ նրա ողորմությանն են սպասում։ Այսինքն ոչ մի բան մեզ չի փրկի, միայն Աստծո վախը մեզ կփրկի։ Տիրոջ աչքը այն մարդկանց վրա է, որ իրենից վախենում են։ Ինչ էր Տիրոջ վախը։ Երբ որ ատում ես այն ինչ որ Տերն է ատում, եւ չես անում դա։ Երբ որ սիրում ես այն ինչ որ Տերն է սիրում, եւ անում ես դա։ Դա կոչվում է Աստծո վախ։ Ամեն։ Դե չէ մարդկա ատում է ինչ որ Տերն է ատում, բայց անում է հենց այդպես։ Տերը ատում է, չէ, բամբասկոտ չարախոս լեզուն։ Մարդն էլ ատում, բայց ինքը հավեսով չարախոսում ու բամբասում է, քննադատում է։ Դա չեղավ Աստծո վախ։ Ատի ու մի արա դա։ Տերը սիրում է, չէ, որ մարդկանց բարձրացնես, գոհանաս, շնորհակալություն հայտնես, լավ կարծիք ունենաս, դու էլ արա դա։ Եվ ասուն դուր կգա դա։ Ասում ահա Տիրոջ աչքը նրանից վախեցողների վրա է եւ նրանց վրա, որ նրա ողորմությանն են սպասում, որ փրկե նրանց անձերը մահից եւ սովի ժամանակ նրանց կերակրե։ Մեր անձը մտիկ է տալի Տիրոջը, նա է մեր օգնությունն
ու պահապանը։ Մենք պետք է նայենք Տիրոջը, որ Տերը մեզ պահի, օգնի մեզ։ Որովհետև նրանով է ուրախանում մեր սիրտը, որ մենք նրա սուրբ անունին ենք հուսացել։ Ով է հուսացել Տիրոջ անունին։ Քո սիրտը նրանով է ուրախանում, խաղաղվում, բայց քո սիրտը պետք է կարգավորես, ճիշտ մտքերով, ճիշտ զգացմունքներով։ Ամեն։ Ճիշտ որոշումներով։ Փառք մեր Հիսուսին։ Եզեկիել 33-րդ գլուխ կարդամ, Եզեկիել 33, 11 խոսքը։ Նրանց ասիր, կենթանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհներից եւ ապրի։ Դարձեք ձեր չար ճանապարհներից եւ ինչու համար դուք մեռնեք, ով Իսրայելի տուն, կամ ով իմ եկեղեցու ժողովուրդ, ինչի համար մեռնես, դարձի, ես չեմ ուզում, որ դու մեռնես, ես չեմ ուրախանում, որ դու մեռնես, ես ուզում եմ, որ դու դարձի գաս, ինձ հաճելի չի, որ դու մեռնես, Տեր ասում է, ասի նրանց, որ ինձ հաճելի չի, ես չեմ ուզում, բայց ձեր սրտի պատճառով եք դուք մեռնում, անիծվում, ընկնում ինչ-որ չար բաների մեջ, եւ ձեր սրտի պատճառով եք օրհնվում եւ բարձրանում, ուրեմն արժե մեր սրտերին ուշադրություն դարձնենք, մեր մտքերին, մեր զգացմունքներին, ամեն, մեր որոշումներին, արժե, մեզ մաքուր պահենք, որտև Տերը նայում է այդ ամեն ինչին, ամեն, փառք Հիսուսին, Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ, Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ եւ 19-20 խոսքերից։ Գիտենք, որ Աստվածանից ենք, բոլոր աշխարհը չարության մեջ է կենում։ Մենք մեր աչքերը բացել ենք, ծնվել ենք, ու ամբողջ աշխարհը տեսել ենք չարության մեջ։ Ու մտածել ենք դա նորմալ է, տենց է պիտի լինի։ Աստվածաշունչը ասում է ամբողջ աշխարհը չարության մեջ է կենում։ Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք եւ ճշմարիտումն ենք, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստված եւ հավիտենական կյանք։ Ուրեմն այս ամեն ինչը գիտենք, բայց Աստծո որդին եկել է մեզ միտք է տվել։ Ինչ միտք։ Այս միտքը։ Մեզ միտք է տվել, այսի միտքը, որ մենք ճշմարիտը ճանաչենք, ճշմարտությունը եւ ճշմարտությունում մնանք։ Ամեն։ Բայց մարդը այսի կարդացել է, այս մտքերը գիտի, ապրում է լրիվ աշխարհիկ ձևով։ Դա հենց խնդիր է։ 18 խոսքն եմ կարդում։ Գիտենք, որ ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չի գործում, բայց նա, որ Աստվածանից է ծնված, իր անձը պահում է եւ չարը չի մոտենում նրան։ Ուրեմն այդ մտքերը, ինչ որ մենք լսում ենք, կարդում ենք, գիտենք, մենք պիտի ապրենք այդպես, որ մեղք չգործենք։ Եթե մեղք չգործենք, չարը մեր տուն չի մտնի։ Մեզ չի մոտենա։ Իսկ չարը երբ որ մոտենում է, գիտեք ինչ է լինում։ Երեք ես մեծամորում էլ ասեցի։ Այդ ընտանիքի մեջ տղան կամ աղջիկը, որտեղ հիմա եւ աղջիկերք եւ տղեկը դառնում են խաղամոլ, կռվում են հեռախոսով հենց։ Միլիոններ են կռվում։ Չարն է մոտեցել այդ տանը։ Մյուսը դառնում է թմրամոլ, տան անդամը, այն մյուսը դառնում է գինեմոլ, այդ մոլերը, այն մյուսը դառնում է կնամոլ, իսկ կինը դառնում է արվամոլ, եւ ընտանիքներն են քանդվում, խառնվում իրար, հասկանում եք, ընտանիքը քանդվում է, երեխեքի աշկը թաց է մնում, լացում են, որովհետեւ պապան տանը չի, մաման չկա, բաժան են արդեն, ինչի, որովհետեւ կնամոլ, շնացող, սենց ասենք։ Չարը, որ մտնում է ընտանիք, հիվանդություններն են հայտնվում։ Բայց Աստծո խոսքը ասում է, գիտենք, ով որ Աստվածանից է ծնված, ով որ Աստծուց է, մեղք չի գործում, բայց նա որ Աստծուց է, իր անձը պահում է, կամ իր սիրտը պահում է, եւ չարը չի գալի այդ մարդու տունը։
Եվ այդ մարդը հանգիստ, նորմալ, իր հացով, ջրով ապրում եւ վայելում է իր կյանքի կարճ օրերը։ Ամեն։ Դրա համար վերնագրել եմ քո սրտից է քեզ լինում։ Ոչ մեկին մի մեղադրի։ Մեկ ասում է հորքուրս էր մեղավոր, որ իմ կյանքը սենց եղավ։ Մյուս ասում է մորքուրս էր մեղավոր։ 1000 մարդու մեղադրում են, բայց մեկը չի ասում ես եմ մեղավոր, իմ սրտից եղավ։ Եվ իր սրտի հարցերը լուծի։ Աստվածաշունչը ասում է, եթե ձեր սրտում մեղ կա, Աստված ձեր սրտից մեծ է։ Ձեր սրտերը բերեք Աստծո առաջ։ Խնդրեք Տիրոջը, որ ձեզ օգնի, ձեր սիրտը մաքրի, բուժի, որ նման բան չլինի ձեր կյանքում։ Ամեն։ Ով է հասկանում սա։ Տերը օծի ձեզ։ Մենք այսօր աղոթելու ենք, հավատում եմ, որ շատերի հետ Աստված գործը անելու եւ ձեր սրտերը ուղղելու եք։ Ձեր սրտերը համար առաջինը լցրեք Աստծո վախով, որտեղ Աստծո աչքը իրանից վախեցողների վրա է, նոր կարդացի։ Ամեն։ Առակաց 4-րդ գլուխ 23 խոսքը, բանավոր ասեմ, գրված է որդիս, աղջիկս։ Լավ բացեմ, ավելի լավ է բացեմ այս խոսքը, Առակաց 4 եւ 23։ Ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Նաև իմ վերնագիրն ասա։ Ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, որ նրանից է քո կյանքի ելքը դեպի բարի բաներ, կամ նրանից է կյանքի ելքը դեպի չար տեղեր։ Ամեն, սիրտդ պարզ պահի, բարի պահի, խոնար պահի, հավատքով պահի։ Եթե սրտիդ մեջ նկատում ես չար բաներ, ատելություն, նախանձ, հպարտություն, ապաշխարի, Տիրոջ առաջ բեր քո սիրտը, միևնույնն է Տերը գիտի։ Ասա Տեր ողորմա ինձ, ոնց որ սրտիս մեջ շնացա մի քիչ, ոնց որ սրտիս մեջ ատում եմ սրան, ոնց որ սրտիս մեջ նախանձում եմ նրան։ Տեր ողորմա ինձ, մաքրի ինձ։ Եթե դու սենց ապրես, Տերը կմաքրի քեզ, բայց եթե դու հավեսով, թաքուն, մտնում ես օտար սայտեր, 18 թե 16 պլուս չգիտեմ, եթե դու չգիտեմ ուր ես խորանում ինչերի մեջ ես, հենց դա անես կա բերում քո կյանքի մեջ։ Ամեն։ Սրա մասն եմ ես խոսում եւ սա ասում է Աստծո խոսքը, որ ուշադիր եղի սրտիդ։ Մեր բառերով ասած Տեր կայնի սրտիդ։ Թույլ մի տուր սիրտդ քեզ ուրիշ տեղեր տանի։ Աստվածաշնչում գրված է իր սրտին հետևողը հիմար է, որտեվ սիրտդ կարող է շատ բան ուզի, բայց դու պետք է որոշես, այդ ինչ որ սիրտդ ուզում է, Աստծո խոսքի համապատասխան է, թե Աստծո խոսքին հակառակ է։ Եթե սրտիդ ուզածը Աստծո խոսքին հակառակ է, դա մեղք է, դա քեզ կտանի անեծքի մեջ։ Եթե սրտիդ ուզածը Աստծո խոսքի համեմատ է, դա քեզ օրհնության կտանի։ Քննի անձդ Աստծո խոսքով։ Ամեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Եզեկիել 11-րդ գլուխ եւ վերջացնում եմ, Փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Եզեկիել 11-րդ գլուխ։ Դու ինչ որ բան ստանում ես, Տերը օրհնի քեզ, որ այդ ինչ որ ստանում ես, պահես սրտիդ մեջ։ 19 խոսքից։ Աստծո խոսքը այսպես է ասում. «Եվ նրանց պիտի մեկ սիրտ տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, եւ պիտի հեռացնեմ քարի սրտերը նրանց մարմնից, եւ նրանց մի մսի սիրտ տամ, որպիսի իմ օրենքներում գնան եւ իմ իրավունքները պահեն եւ նրանց կատարեն, որ նրանք ինձ համար ժողովուրդ լինեն եւ ես նրանց համար Աստված լինեմ»։ Ո՞վ է հասկանում։ Տեսեք, խոսքը ասում է նրանց սիրտ պիտի տամ, այն հին սիրտը, քարեղեն սիրտը պիտի հանեմ, մսեղեն սիրտ տամ, որ այդ սրտով իրանք իմ օրենքները սիրեն, իմ օրենքները իմանան եւ ապրեն այդպես, որ դրանից հետո ես իրենց Աստվածը լինեմ եւ նրանք իմ ժողովուրդը լինեն։ Ամեն։ Եվ նոր հոգի պիտի տամ նրանց, ով է Սուրբ Հոգով մկրտված։ Փառք Հիսուսին։
Այդ շատ լավ է, որ Սուրբ Հոգով մկրտված ես, նոր հոգին Տերը տվել է եւ նոր սիրտ, որ Աստծո օրենքը սիրես, կարդաս, իմանաս եւ ապրես։ Բայց ժամանակների առումով, երբ որ ժամանակները անցնում են, ես տեսնում եմ շատ հոգևորներ այդ նոր սիրտը առհամարել են, որ Տերը տվել է եւ անցել են նորից հին սրտին։ Հին մտածելակերպ, հին ցանկություններ, ամեն, հին զգացմունքներ եւ անցել են այդ հին սրտին։ Եվ ինչ է ասում Աստված 21 խոսքում, բայց որոնց սրտերը, որ դեպի իրենց գարշելիքները ու պղծությունների սիրտն են գնում, այսինքն հին սրտին, նրանք ճանապարհները իրենց գլխով պիտի տամ, ասում է Տեր Եհովա։ Ուրեմն նոր սիրտը տվեցի, նոր հոգին տվեցի, բայց որոնք արդեն կշտացել են նոր սրտից, Աստծո խոսքից, Աստծո օրենքներից եւ հետ են վերադարձել նորից իրանց հին սիրտը, հին մտածելակերպը, հին ցանկությունները եւ զգացմունքները, ասման նրանց ճանապարհները իրանց գլխով պիտի տամ։ Արդեն նրանք կընկնեն անեծքի պղծության մեջ։ Ամեն։ Ու այսօր շատերն են դրա մեջ։ Մոռացել են։ Իսկ գիտեք, երբ որ ասես Սուրբ Հոգին չէ որ մեր մեջ է։ Ուրեմն Սուրբ Հոգին չի գործում, երբ որ քո միտքը նորոգված չի։ Նոր հոգին գործում է նոր սրտի հետ, մսեղեն նոր սրտի հետ, որ Տերը քարեղենը հանեց, մսեղենը դրեց։ Բայց եթե դու ընտրում ես նորից հինը, Սուրբ Հոգին տրտմեցնում ես եւ հանգում է Սուրբ Հոգին քո մեջ։ Սուրբ Հոգին գործում է նորոգված մտքի հետ։ Եթե միտքդ հին է, հին երազանքներ, ցանկություններ, զգացմունքներ, վերջ Սուրբ Հոգին հանգում է քո կյանքում։ Եվ դու ընկնում ես անցանկալի իրավիճակների մեջ։ Եվ սա է քո կյանքում շատ գաղտնիքների այդ պատճառը, որ ես հիմա խոսում եմ, դու պետք է հասկանաս քո կյանքը ինչի է այդպես, որովհետև կորցրել ես Աստծո վախը, որովհետև մոռացել ես նոր սիրտը, նոր մտածելակերպը, անցել ես հինին։ Դրա համար կյանքը փոխվում է, մարդը ընկնում է անեծքի մեջ նորից։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Տերը օրհնի ձեզ։ Դրա համար սիրելիներս ուշադիր եղեք ձեր սրտերին եւ որպեսզի ձեր կյանքը սկսի նորոգվել, փոխվել եւ օրհնված ապրեք։ Ով ազում օրհնված ապրի։ Բոլորս էլ ուզում ենք լավ ապրենք։ Ոչ մեկս էլ չենք ուզում սոված ծարավ հիվանդ ու չգիտեմ մի ձև ապրենք։ Ուզում ենք այս կյանքը ինչքան որ մեզ տվել է Աստված, ասենք թե 80-90 տարին մարդավարի նորմալ ապրենք։ Ու Տերն է ուզում որ դու այդպես ապրես։ Աբրահամը ո՞նց ապրավ։ Այդպես ապրենք։ Փառք Տիրոջը։ Իսկ դրա համար սրտին պետք է հետևենք։ Ոչ թե ժամանակների առումով, նայում ենք շատ քրիստոնյաներ արդեն սրա մեջ են։ Եվ վերջի խոսքը 28 գլուխ Սաղմոս 28:5-ը, որովհետև գրված է այստեղ, որովհետև միտք չեն դնում Տիրոջ գործերին եւ ոչ նրա ձեռքի գործերին։ Նա կկործանե նրանց եւ էլ չի շինի։ Տեսեք, մարդը, որը հոգնել է Աստծո խոսքից, Աստծո խոսքը կատարելու համար, ասում է, նա ոնց է խոսում, կկործանե նրանց, բացել եք, եւ այլևս կկործանե նրանց եւ էլ չի շինի։ Երբ որ մարդը մոռանում է Տիրոջ գործերի մասին։ Որովհետև միտ չեն դնում Տիրոջ գործերին եւ ոչ նրա ձեռքի գործերին։ Բա ուր են դնում միտքը։ Քեֆ ուրախությունների։ Ամբողջ օրը քեֆ ուրախություն, մանգալ, այդ Տիրոջ գործը ինչի սա պետք։ Ես իմ հաճույքներով, մարդկա սենց է մտածում։ Ես իմ արտին, իմ կնոջ հետ, իմ ամուսնու հետ։ Եղունգ ունես գլուխդ քորի, ինչ Տեր, ինչ եկեղեցի, ինչ Տիրոջ գործ։ Գրված է, որովհետև միտք չես դնում Տիրոջ գործերին եւ ոչ նրա ձեռքի գործերին, կկործանվես եւ էլ չես շինվի։ Երեք օրինակ բերեցի, մատդ կկտրվի, էլ չի կպնի։ Ոտքդ ապակի կմտնի, միգուցե էլ չի վերականգնվի։ Լյարդդ կցավա եւ էլ չի դզվի։ Հազար ու մի բաներ կա, կկործանվի, էլ չի վերականգնվի։ Դրա համար սիրելիս, սրտիդ տիրություն արա։
որ ճիշտ լինի սիրտդ, մտքերդ, զգացմունքներդ, որոշումներդ, որպեսզի վերականգնվես, օրհնվես, բարձրանաս եւ նաեւ ժառանգես փրկությունը Հիսուս Քրիստոսի անունով։ Եկեք այս ոտքի կանգնենք, այս երգը վերցնենք, երկրպագենք Տիրոջը, Տիրոջ հետ խոսի։ Եթե պետք է խոստովանի, զղջա, ապաշխարի եւ քո կյանքում այսօրվանից ինչ-որ բան կսկսի փոխվել։ Այդ սառը ապրելը, սառը հոգևորություն, գիտես, հոգևոր կյանքը դարելա կրոն որոշ մարդկանց կյանքում, դարելա ձևը գիտեմ, պիտի գան, երգեն, փառաբանեն, զոհ քարոզողը զոհը քարոզի, հովելնի երկու բառ խոսի, լսենք, գլխով հավանություն տանք ու գնանք տուն, բայց մենք գիտենք, որ մենք լրիվ մարմնավոր ենք ապրելու։ Եվ դրա համար ոչ մի բան չի փոխվում։ Տերը չի հայտնվում։ Տերը զորացնի ձեզ, խոստովանեք ձեր մեղքերը հիմա այս երգի ժամանակ։ Ողորմություն խնդրեք, հետո ես էլ կմիանամ, իրար հետ կաղոթենք եւ կավարտենք մեր ծառայությունը։
Հալելույա, փառավոր Հիսուս, խոնարհվում ենք քո առաջ այսօր, քո եկեղեցին։ Խնդրում ենք Տեր ողորմություն արա քո ժողովուրդը, քո եկեղեցու ամեն մի անդամների մեզ։ Ների մեզ Տեր, որ մեր սրտերի մեջ մենք ունայն բաներ ենք մտածել եւ ունայնությունների մեջ ենք ընկել, ողորմա քո ժողովուրդը ամեն մեկի սրտի այսօր քո արյունով եւ Տեր ջան, վերականգնի մեր մեջ Աստծո վախը, որ մենք իրականում միշտ Աստծո վախով լցվենք եւ լինենք Աստծով իմաստուն մարդիկ, որ հետևենք մեր անձերի սրբությանը, արդարությանը, ողորմածությանը, Տեր։ Օծիր մեզ, Տեր, օծիր մեզ, վերականգնիր, մենք չենք ուզում նմանվենք Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի 1-5 խոսքերում գրված այդ մարգարեական բառերի մասին, որտեղ Պողոսը գրում է Տիմոթեոսին, վերջի ժամանակվա հոգևորների մասին։ Մենք չենք ուզում նմանվենք եւ չենք ուզում մտնենք այդ մարգարեական խոսքերի մեջ, այլ մենք ուզում ենք մեր սրտերը, Տեր, ամեն ժամանակ քեզ սիրի, քո խոսքի եւ քո օրենքների մեջ, որ քո խոսքը մեր սրտի տախտակներին գրված լինի, որ մենք ապրենք քո խոսքով եւ մտածենք քո խոսքով, Տեր ջան, եւ կատարենք քո գործերը։ Եվ դու էլ իրականում կօրհնես քո ժողովուրդը, որոնք այդպես են, կլինես մեր Աստվածը, կլինես մեր Տերը, Տեր ջան։ Մենք չենք ուզում, որ մեր սրտերը հետ դառնա հին մտածելակերպին, հին ցանկություններին, զգացմունքներին, հին որոշումներին։ Փառավոր Տեր, բժշկի քո ժողովուրդը, բժշկի քո ժողովրդի սիրտը այսօր։ Մենք խնդրում ենք այսօր, Տեր, քո խոսքը ասում է, եթե երկրի վրա երկու հոգի միաբանվեն եւ խնդրենք առնեն, եւ մենք այսօր երկուսից շատ ենք ու մենք խնդրում ենք միաբան, որպեսզի դու մեր սրտերը բժշկես, վերականգնես եւ լինես մեր Աստվածը եւ մենք քո ժողովուրդը մինչեւ աշխարհի վերջը։ Օգնիր մեզ, փառավոր Տեր, խոնարհվում ենք քո առաջ, լցրու մեր սրտերը հավատքով, լցրու մեր սրտերը սուրբ հոգու պտուղներով, սիրով, ուրախությունով, խաղաղությունով, երկայն մտությունով, քաղցրությունով, բարությունով, հավատքով, հեզությունով եւ ժուշկալությունով։ Լցրու մեր սրտերը, Տեր, աճեցրու մեր մեջ հոգու պտուղները, Տեր։ Փառավոր Տեր, ես խնդրում եմ նաեւ, որ քո ժողովրդին հագցնես սպառազինության զենքերը, ճշմարտության գոտին, արդարության զրահը, ավետարանչի կոշիկները, հավատքի վահանը, փրկության սաղավարտը, երկսայրի սուրը եւ աղոթքի նիզակը։ Հագցրու քո ժողովրդին, սովորեցրու մեզ ամենը կատարելով հաստատ կանգնել, թշնամու բոլոր հնարքներին հակառակվելով առաջ քայլել հաղթանակներով։ Սատանա, մենք հռչակում ենք այսօր քո պարտությունը մեր կյանքում, որովհետև մեր միջինն ավելի զորավոր է, քան թե դու որ աշխարհում ես, որովհետև ամեն գործիք հակառակ մեզ չի հաջողվի եւ ամեն լեզու հակառակ մեզ կդատապարտվի, որովհետև մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին եւ հակառակվում ենք քեզ, Սատանա, եւ դու փախչում ես Աստծո ժողովրդից, որովհետև Աստծո արքայության միջի ամենափոքրն ավելի զորավոր է, քան թե դու, Սատանա, որ ես աշխարհում ես։ Մենք հռչակում ենք, որ դու պարտված ես եւ ամեն բան Աստծո ժողովրդի սրտից, ինչ որ դու սերմել ես եւ դրել ես, ամեն մտքեր, ամեն սխալ զգացմունքներ, ամեն սխալ մտածելակերպ թող խափանված լինի։ Ամեն չարի սերմ թող ջախջախված լինի եւ հեռանա Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա, ամեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Սիրելիներս, շատերը մտածում են, թե Սատանան դժոխքում է կրակների մեջ, բայց ես ձեզ ասեմ, Սատանան երկրի վրա է։ Սատանան գրված է, որ մռնչացող առյուծի պես ման է գալի, թե ում կուլտ է։ Գրված է, թե չէ։ Նա ման է գալի ձեր սրտերի մեջ աշխարհասիրություն սերմելով, պղծություններ սերմելով, որ դուք դրա մասին մտածեք, որպեսզի դուր բացեք, որ ինքը մտնի ձեր կյանքը եւ ձեր ընտանիքը վերացնի, քանդի։ Այն գեղեցիկ, քաղցր ընտանիքը, որ Տերը ստեղծել է, Սատանան ուզում է քանդի, քարուքանդ անի։ Դրա համար ձեր սիրտը ուղեք դեպի Տերը եւ նրա տված սերմերը ուղղակի թույլ մի տվեք ձեր սրտի մեջ տեղ գտնի։ Մի մտածեք դրա վրա։ Մտածեք Աստծո խոսքի վրա ու Սատանան կհեռանա ձեզանից։ Ամեն։ Նա հեռու չէ, կարդացի, որ չար էս աշխարհում է։ Մռնչացող առյուծի պես ման է գալի, նա դժոխքում չէ, նա երկրի վրա ման է գալի։ Հիշում եք Հոբի գրքում, երկրի վրա ման եկավ, գնաց Աստծո մոտ, ասեց Հոբի մասին, թույլ տուր կպնեմ։
Շատերը խափնված են, որ սատանա չկա, նա դժոխքում է։ Այդ բոլոր մեղքերը հենց ինքն է սերմում բերում մարդկանց մոտ, ինչ որ նշեցի, խաղամոլություն, թմրամոլություն, գինեմոլություն, կնամոլություն եւ տարբեր բաներ։ Այդ նրա ոգիներն են, որ մտնում են մարդկանց սիրտը, միտքը եւ սկսում են մարդկանց տունը քանդել։ Բայց եթե խոսքի համեմատ ուշադիր լինես քո սրտին, նրանից է կյանքի ելքը, քո կյանքը, քո ընտանիքը կարող է դեպի լավը անցնի ամեն ինչում։ Տերը պահի բոլորիդ օրհնում ենք Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։